Յուրաքանչյուր քաղաքացի առողջապահության ապահովագրության համար ամեն ամիս նվազագույնը 13,700 դրամ է վճարելու։ Պատասխանատու գերատեսչության առողջապահության նախարարության կողմից շրջանառվող նախագիծը թեև դեռ քննարկումների փուլում է, բայց արդեն հասցրել է մտահոգել փորձագետներին։ Արձանագրում են, գործատուները մասնակցություն գրեթե չեն ունենալու, արդար չէ։ Ինդեքսավորման համակարգ չունենք Հայաստանում աշխատավարձերի, այսինքն գնաճին զուգահեռ, որ աշխատավարձի դարձածում տեղի ունենում եւ դրա հետ մեկտեղ էլ մենք ունենալու ենք լրացուցիչ վճար եւ աշխատողի այսպես մաքուր եկամուտը պայմանական ասած իջնելու է, նվազելու է։ Ապահովագրավճարը տարեցտարի կարող է նաեւ թանկանալ, դե պայմանավորված հենց օրինակ առողջապահական ծառայությունների գների բարձրացմամբ։ Դեռևս ուսանողները, ովքեր չեն աշխատում, կարծես դուրս են այս պահի դրությամբ այդ կարգավորումից առողջապահական համակարգի մասնակցությունից, ասում է, որ ծնողը կամ պիտի վճարի ուսանողի համար բժշկական ծառայությունների կամ պիտի ներառի իր փաթեթում եւ լրացուցիչ վճար անի, որը նույնպես էլ ավելի մեծ ծախսի է հանգեցնելու։ Զարգացող երկրներում բոլոր ապահովագրական մոդելները դրանք ուրեմն սոցիալական մոդելներն են, այսինքն հարուստներն են վճարում միջին եւ աղքատ խավի համար։ Իսկ մեր ապահովագրական մոդելը լրիվ հակառակ մոդելն է, այսինքն աղքատները եւ միջին խավը վճարում է հարուստների համար։ Սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ, դիաբետ, տրավմաներ մեր երկրում ամենաշատը առողջության հետ կապված հենց այս խնդիրներն են հանդիպում։ Ուրեմն դրանց ծախսերն էլ կփակի ապահովագրությունը, նախարար Ավանեսյանն էր ավելի վաղ տեղեկացրել։ Այսինքն ստացվում է, որ ամսական նվազագույն 13,700 դրամը վճարելու ենք սահմանափակ ծառայությունների համար։ Ավանեսյանը հիմնավորել էր նաև ապահովագրություններն ընդհանրապես ամեն ինչ չեն փակում։ Պետական հատվերը այսօր հատվածական լուծումներ են բերում մեր համակարգում։ Ապահովագրական փաթեթը ունի ճիշտ նկարագրություն, ինչպես կանխարգել է, վաղ հայտնաբերել է, բուժել եւ վերականգնել։ Սա շատ կարևոր ընթացք է, որը մենք պետք է ապահովենք եւ սրա արդյունքում է, որ ունենալու ենք ավելի լավ արդյունքներ։ Առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգը, հիշենք, փուլային տարբերակով պետք է արդեն ներդրված լիներ Հայաստանում, սակայն համակարգը չգործարկելու գոնե Ֆիննախի վերջին պատճառաբանությունը փող չունենալու մասին էր, իսկ ի վերջո երբ կունենանք այն, դեռ բազմանշանակ լռություն է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։